բացի բաց ճնշումներ են։ Հոգևորականների վրա գործեր են կարում Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի կարծիքով ցուցումով եւ իրավական խախտումներով։ Մարդիկ տարվել էին, տեղեկություն չունեին, նույնիսկ իրավաբանները, պաշտպանները որտեղ են գտնվում եւ եթե մեկին որպես վկա տանում են, չեմ կարծում, որ վկային խուզարկում են, հետո տանում են։ Իսկ ինչու իշխանավորների բռնության կոչերը իրավապահների ուշադրությանը չեն արժանանում, հարցնում է Նաթան Սրբազանը եւ այս ամենը հակաեկեղեցական արշավի շարունակություն համարում։ Նույն վարչապետը որպես հայ եկեղեցու հավատացյալ բռնության կոչ է անում, որ կաթողիկոսին մենք կհանենք վեարանից։ Կամակատարները մեկ հոգու կամքն են կատարում Հովնան եպիսկոպոս Հակոբյանը օրինականության հատիկ չի գտնում 3 արագածոտնի թեմի առաջնորդի ու տասնյակ քահանաների հետ տեղի ունեցածում։ Եթե սրա մեջ իրավական հիմք փնտրես, հատիկ փնտրես, չես կարող գտնել։ Կամայականություն է, հարձակում է օտար կառույցների կողմից հանձնարարություն, տնային հանձնարարական են տվել մարդամեկին Ալիևի հայրենակցին եւ նա էլ կատարում է։ Իմ կողմից հայ առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա։ Կաթողիկոսն ու եկեղեցին նույնը չեն, վարչապետ Փաշինյանը հերքում է, թե իրավապահների գործողությունները իր հակակաթողիկոսական արշավի շրջանակում են։ Ես 3 լուրերի թողարկումն եմ նայել։ Լուրերից էլ իմացել է, որ ձերբակալությունների ու խուզարկությունների հիմքում հանցագործության մասին հաղորդումն է եղել։ Ես բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում եւ որոնց մասին հայտարարվում է, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերի եւ օրենքի շրջանակներից։ Ես դա պարզապես բացառում եմ։ Հրահանգ տարել կատարողնով է։ Չեմ կարծում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել։ Արագածոտնի թեմի առաջնորդն ու դիվանապետը կալանավորվել են Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանայի հայտարարությունների հիման վրա։ Նա հանրայինի եթերում ասել էր, որ ընդդիմության ցույցերին մասնակցել է չուզելով, վերադասի ցուցումով։ 3 ազատության հետ զրույցում բացահայտեց, թե կոնկրետ ում ցուցումով։ Նրանք հենց կալանավորվածներն են։ Կոնկրետ ես այդ հրահանգները ստացել եմ դիվանապետից, իսկ դիվանապետը իր լիազորությունները չի կարող չարաշահել։ Բայց թե դրա հետևում թեմի դիվանապետը, երբ որ հրահանգները մեզ ուղարկում է, այո, թեմի դիվանապետից, ասում է, որ սա Սրբազան հոր կարգադրությունն է։ Ենթադրվում է, որ նա այս մասին քննիչներին էլ է պատմել, ըստ քննչականի Արամ քահանան հարցաքննվել է, երբ այնքան էլ պարզ չէ, 3 օրվա երկրորդ կեսին նա պնդում էր իրավապահներն իրեն չեն հրավիրել։ Ես քննչական չեմ հրավիրվել, որևէ մեկին չի զանգել։ 3 առավոտյան էլ երբ հայտնի դարձավ, որ թեմի տասնյակ հոգևորականներ բերման են ենթարկվել, Տեր Արամը իրեն զանգահարած բոլոր լրատվամիջոցների հարցից զարմանում էր զրոյից։ Ձեզնից լսեցի, տեղյակ չեմ։ Փորձը միած հասկանալի չէ առհասարակ կատարվում, որովհետև այսպես առաջին անգամ լսում եմ ու հիմա ասում եք, որ արդեն գնահատական տամ մի բանի վերաբերյալ, որ ընդհանրապես ինֆորմացիա չեմ։ Արամ քահանան վստահ է ցույցերին պարտադրանքով մասնակցելու հարցը պետք է իրավապահները քննեն։ Եվ սա նաև կարող է հող ստեղծել, այս իմաստով, որ հետագային եւս մարդիկ չկարողանան իրենց ազատ խոսքը, տեսեք, ձեր հենց լրատվականի անունը ազատություն է, չէ՞։ Եվ ազատությունը կարևոր բան է մարդու համար։ Եվ մարդը պետք է ազատ լինի։ Աստված մարդուն հենց ազատ է ստեղծել։ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը բացառում է, որ պարտադրանք եղած լինի։ Ոչ։ Ընտրությունների ժամանակին Մայր աթոռից հոգևորականները գնացել են ցույցերին այն ժամանակ, երբ բախման վտանգ է եղել եւ մեր հոգևորականները որպես միջնորդ պատնեշի վիճակում են։ Չեր ուզում թող չգնար, հավելում է arczepiskopos-ը, իսկ Հովնան եպիսկոպոսն ասում է հարկադրանք չէ, առաջարկ եղել է եւ այդտեղ խնդիր չի տեսնում։ Նա այն կարծիքին է, որ Արամ քահանան միացել է իշխանական արշավանքին եւ պատվեր է կատարում։ Ինքը այս պահին ամեն ինչ էլ կարող է ասել։ Ինքը չեք տեսնում իր նախկին գրությունները նայեք եւ հիմա ինչ է խոսում։ Ամբողջը հակառակ։ Օրինակ մարդը գովերքում էր Կադիրովին իբրև բռնապետ,
գովերքում էր, ոչ թե բաներ ասում։ Այսօր անձամբ ինձ համեմատել է Ստալինի հետ։ Ինձ հաճախ ասել են, որ ես նիկոլական եմ։ Հովանավանքի քահանան ասում է, թե մի վերադասից ճնշումների է ենթարկվել հենց այս նախաբանով, այնինչ ինքը վստահեցնում է բոլորի քահանան է, Փաշինյանների ընտանիքինը նույնպես։ Մայրաթորի կարգապահական հանձնաժողովը նրա հարցը քննարկել է, սակայն քահանան դրան մասնակցել հրաժարվել է։ Չի ներկայացել, մենք այլևս իր չներկայանալուց հետո իրեն նորից էլի ուրեմն այլևս շանս տալու բան չունենք։ Կարգապահական հանձնախմբի ատենապետ Նաթան arczepiskopos-ի խոսքից հասկացան, Կարամ քահանայի կարգալուծությունը չի ուշանա, իսկ ընդհանրապես arczepiskopos-ը հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների այս հակամարտությունում լավատեսներից է։ Մեր ակնկալիքները միշտ այն է, որ պիտի լավ լինի։ Վատին չենք գնա։ Եթե ուզում են, որ վատ լինի, չէ, լավ պիտի լինի։ Եվ մի լուր էլ ամենայն հայոց կաթողիկոսի առօրյայից նա այսօր Արագածոտնի թեմի հոգևորականների հետ է հանդիպել, նրանց, որ 3 բերման էին ենթարկվել, օրհնել է, քաջալերել, նկարվել հետները։